Շիրակի մարզի Քեթի համայնքի Խաչատրյանների ընտանիքը մեծ ոգևորությամբ էր սպասում երրորդ զավակի լույս աշխարհ գալուն։ Մեկ տղա, մեկ աղջիկ արդեն ունեին, վստահ չէին, որ երրորդը տղա կլիներ, սակայն որոշել էին արուզավակ ունենալու դեպքում անվանակոչել հերոսի անունով։ Ամուսինս որոշել էր, որ եթե տղա ծնվի, նախ չգիտեինք ինչ կծնվեր, եթե տղա ծնվեր, անունը հերոսի անունով տներ, պես էր մտածել, ու հետո որ Գյումրիի դեպքը եղավ Տիգրանի մասին, որոշեցինք, որ անունը Տիգրան տնենք։ Ինչպես ամբողջ աշխարհի հայերն, այնպես էլ Խաչատրյանների ընտանիքն այս օրերին լարված էին։ Սգում եւ խորը վիշտ էին ապրում մարտի դաշտում ընկած յուրաքանչյուր հայորդու համար։ Ընտանիքում երկրորդ արուզավակի ծնունդը նոր կյանքի սկիզբը կազդարարի։ Տիգրանի մասին էլ գիտենք, որ ինքը տանգիստ էր եղել լավ։ Ու շատ տանգեր էր ոչնչացրել, դրա համար որոշեցինք նրա անունը Տիգրան տնել, հերոսի անուն որպես։ Հասկացան, որ Տիգրանը ամուսնացած չէր, չի կարող ունենալ։ Իր անվանակոչումը կարա տա միայն նմանատիպ դեպքերում։ Եվ շատ ավելի լավ է, որպեսզի կոչվեց Տիգրան։ Վաղ կծնվի եւ նոր Վարդանը, եւ նոր Ալեքսանը, նոր Մերուշանը, եւ մեր հայորդիները, կաջորդիները, որոնք այսօր մեզ չեն։ Թշնամու մի քանի տանկ ոչնչացրած գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանը մարտիրոսացավ, իսկ նրա անունը կհավերժանա փոքրիկ Տիգրանի ծնունդով։ Իսկ մեր երկրի դրության պահով մենք որոշեցինք մեր ցանկությամբ, որպեսզի մեր երեխայի անունը տնենք Տիգրան, գոնե մի ձևով մենք էլ լավ զգանք, որ մի բարի գործ կատարեցինք անուն դնելով։ Պատմական պահը այնպիսին է, ամեն մարդ ունի իրավունք անվանակոչության ընտրության եւ շատ ուրախալի էր, որ մարդիկ իրենք ինքնակամ ընտրեցին քաջաբար զոհված դերևս երիտասարդ Պատանի տղա համարյա Տիգրանի անուն։ Ցայգ մարզային հեռուստաընկերությունն առաջինն էր, որ երիտասարդ ծնողներին Տիգրանի անունը հավերժացնելու համար երախտիկի խոսքեր ասաց։ Իսկ 31-ամյա Արմինեին, ով ապագա երկրորդ զինվորն էր լույս աշխարհ բերել, դատարկաձեռն այցելել չէր կարող։ Ձեր այդ քայլը, որ ընկած հերոսի անունով եք անվանակոչել, մենք բարձր ենք գնահատում եւ այս փոքր նվերները ձեզ որպես ուշադրություն։ Դա ցայգի տնօրինության կողմից։ Նորացնի հագուստի, անկողնային պարագաների ու խաղալիքների մեջ տանկն էր, որ հուզեց փոքրիկ Տիգրանի մորը։ Տիգրանը տանկիստ էր ու ընկավ հերոսի մահով։ Այս խորհրդանշական տանկը թող ձեզ միշտ հիշեցնի, թեկուզ երեխային դուք պատմեք, թե ում պատվին եք դրել նրա անունը։ Շնորհակալ եմ։ Ցայգ հերոստատեսության արած անակնկալից շատ ինչ ասեմ, մի տեսակ եւ զարմացած ենք եւ շատ հուզված ենք, որ այդպիսի անակնկալ են արել, գոնե մարդկանց մի քիչ տրամադրությունները փոխում են, էլի մարդկանց ուրախացնում են։ Շնորհակալություն իրենց այդ լավ արարքի, այդ վերաբերմունքի համար։ Շատ ուրախացա, նույնիսկ տանգը տեսնելուց մի փոքր հուզվեցի։ Հույս ունեմ, որ ինքն էլ հերոս կմեծանա ցանկացած բնակավարում։ Նահատակված զինվորների անունները հավերժ կանմահանան մեր պատմության էջերում։ Նրանք կշարունակեն ապրել իրար ետևից լույս աշխարհ եկող նորածիններով։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, այսօր։